Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտենյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր փետրվարի 13-ն է 2026 թվական։ Սկսենք հայաստանյան իրադարձություններից, չնայած կանրադառնանք նաև աշխարհաքաղաքականին ու տարածաշրջանին։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է. Մենք միշտ հրապարակային և Եվրամիության գործընկերների հետ մասնավոր զրույցներում նշել ենք, որ շատ բարձր ենք գնահատում Եվրամիության հետ համագործակցությունը և շատ դրական ենք գնահատում նաև առաքելության տեղակայումը Հայաստանում, որովհետև մենք համոզված ենք, որ առաքելությունը իր դրական ազդեցությունն է ունեցել կայունության գործոնի տեսանկյունից և նաև նպաստել է, որ տարածաշրջանում և կայունություն լինի, ինչպես նաև սահմանային համայնքների բնակչության մոտ վստահություն լինի կայունության և անվտանգության նկատմամբ։ Դե տեսնում եք ինչքան համոզիչ ձևով բացատրում է Եվրամիության առաքելությունը դիտորդական։ Մի բան հստակ է, որ մենք ուզում ենք, որ Եվրամիության քաղաքացիական առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում։ Գիտեք, որ խաղաղության պայմանագրի շրջանակներում մենք համաձայնություններ ունենք, դեռևս պետք է ստորագրվի և վավերացվի, որպեսզի ուժի մեջ մտնի, հասկանանք, թե ինչպես ենք առաջ շարժվում այդ մասով, բայց միանշանակ է, որ մենք ուզում ենք առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում, և մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ։ Հետագա համագործակցության ձևերը քննարկման փուլում են, կքննարկենք, կհասկանանք, թե ինչպիսի գործունեության շրջանակում մենք կարող ենք համագործակցել, մենք կհասկանանք, թե ինչպես կարող ենք անել, բայց դա նաև կախված է խաղաղության պայմանագրի վավերացումից։ Հիմա ինչ հասկացանք։ Գովեց դիտորդական առաքելության դերը, կարևորությունը, իհարկե միանշանակ մենք այդ մասին շատ ենք խոսել և ոչ միայն ես, շատ շատերը, որ իհարկե Եվրամիության դիտորդները հեռադիտակով շատ ավելի կարևոր գործ արեցին, քան շատ շատերը այլ ձևերով, որ փորձում են մեր անվտանգությունը երաշխավորել։ Բայց հարց է ծագում. Հայաստանի վարչապետը փաստաթուղթ է ստորագրում Ալիևի հետ, որ երբ որ արդեն կստորագրվի խաղաղության պայմանագիրը, եվրոպական դիտորդները պետք է հեռանան սահմանից։ Հիմա եթե դու գիտես, որ հենց ստորագրվի, նրանք հեռանալու են, քանի չի ստորագրվել, չեն հեռանալու, բայց որ խոսում ես, որ ասես մենք շատ ենք ուզում, որ դուք մնաք, դուք արդեն ինչ որ ուզեցել եք, ստորագրել եք։ Ինչ եք մարդկանց թյուրիմացության մեջ գցում, որ դուք եվրոպացիների կարիքը ունեք, կարևորում եք, եթե Ադրբեջանն ասել է հենց ստորագրում ենք, իրանց հանում եք այդտեղից։ Դուք էլ համաձայնվել եք դրան։ Հիմա իմաստը որն է, որ եթե գիտես, որ դա արդեն դուք պայմանավորվել եք պայմանագիրը ստորագրելուց ու վավերացնելուց հետո, որ նրանք պետք է դուրս գան, հիմա ցույց տալ, որ մենք ցանկանում ենք, որ ցանկանում էին մնալ քո կամքին հակառակ Ալիևը քեզ բռնաստորագրել տվեց։ Կարող է տենց էլ եղել է, բան չունենք ասելու։ Բայց այս ցանկություն հայտնելու իմաստը որն է, եթե դա պայմանավորված է կոնկրետ վավերացումով։ Վերջ։ Նրանց առաքելությունն ավարտվեց։ Շատ վատ է, որ ավարտվում է։ Շատ վատ է, որ մենք դեռ հարցերը չկարգավորված, երբ որ արդեն Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, հա խաղաղությունը էլի ստորագրենք, բայց դա պետք է բան լինի, պահպանենք, փայփայենք, չգիտես ինչ անենք, դա գործընթաց է, դե գործընթաց է, բայց ամենակարևոր մեզ համար զսպող օղակը արդեն պայմանավորվել են, որ անմիջապես դուրս գա։ Ու պետք չի հիմա ցույց տալ, թե դուք ինչքան եք կարևորում, ինչքան եք ուզում, որ իրանք մնան։ Այսինքն ուզում եք ասել, դուք բան որոշող չեք։ Դուք ուզում եք, բայց պետք է գնան իրանք։ Իդեպ ուշադրությունից մի քիչ դուրս մնաց այն հարցը, որ երբ որ J.D. Vance-ը գտնվում էր Միացյալ Ադրբեջանում, նրա Ադրբեջանի կառավարամետ քաղաքացիական հասարակության մի խումբ անդամներ դիմել են ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ին խնդրելով աջակցել 1990-ականների սկզբին Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքին։ Բազմնամակը հրապարակվել է Vance-ի Ադրբեջան այցից մեկ օր առաջ։ Նամակում հիշատակվում է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի հայեցակարգը, որը նախատեսում է, որ Ղարաբաղյան առաջին պատերազմից առաջ Հայաստանից տեղահանված ադրբեջանցիներին պետք է թույլատրվի վերադառնալ։ Լավ գիտեք, որ Արևմտյան Ադրբեջան այդ
մտածածին կառույց է, դրա ղեկավարն էլ Միլի մեջլիսի падգամավորը իշխող քաղաքական ուժից։ Այսինքն սա որևէ մեկի հենց այնպես նախաձեռնություն չի, սա պետական քաղաքականություն է։ Նամակում նկարագրում է ադրբեջանական կրոնական վայրերի ոչնչացումը հայկական ուժերի կողմից ադրբեջանցիների տեղահանման ֆոնին։ Վենսի աջակցությունը արևմտյան ադրբեջանցիների իրենց պատմական հայրենիքներ խաղաղ վերադարձին եւ Հայաստանում ադրբեջանցի ժողովրդի ավերված կրոնական եւ մշակութային ժառանգության վայրերի վերականգնմանը կարող է նշանակալի քայլ լինել ճիշտ ուղղությամբ։ Արևմտյան Ադրբեջանի համայնքը ձգտում է կառուցողական երկխոսության խաղաղ վերադարձի վերաբերյալ, այս ջանքերը դեռևս փոխադարձ չեն ստացվել։ Վերջին հաշվով արդար եւ երկարատև խաղաղությունը պետք է ներառի այս անձանց հաշտեցումը եւ անվտանգ վերադարձը իրենց նախկին տներ, եզրափակում են նամակը։ Հիմա տեսակ, այսինքն Ադրբեջանը դիմում է Վենցին եւ ասում է, որ մեր ռազմավարական գործընկերներ փաստաթուղթներ ստորագրել ենք, դե մեզ աջակցի, որ մենք վերադառնանք Հայաստանի տարածք։ Այս Ադրբեջանի հետ են մեզ խաղաղություն խոստանում։ Մեզ ասում են, դե լավ չհասկացանք, չեք տեսնում, որ խաղաղությունը եկել է։ Խաղաղությունն եկել է, Վենսը որ եկել է, այդ տեսանք։ Վենսը որ գնացել է, այդ էլ տեսանք։ Վենսի ստորագրած փաստաթուղթները ստեղել ընդեղել տեսանք։ Եվ նաև տեսանք, որ ինչով են իրանք դիմում։ Օգտի մենք արդարաբար վերադառնանք մեր հայրենիք։ Մենք կարող է ասենք, հայ ինչ ուզում ասեն, ինչ ուզում անեն, մեզ ինչ։ Ոնց, բա իրանց հետ հարաբերություններով չի պայմանավորված խաղաղությունը։ Բա մոռացել են, որ Ալիևն ասել է, էլ իմաստ չունի տանկերով մտնենք մեր հայրենիք, այնա կմտնենք մեքենաներով, այսինքն մեր առաջ դռները կբացեն։ Հիմա հասարակական կարծիք ու մթնոլորտ են ստեղծում, որ դա իրանց տներն է։ Դուք ստեղ ոչ մի վտանգ չեք տեսնում, եւ որ այս հարցի հետ կապված անգամ Հայաստանի արտաքին հետախուզության տնօրենը մտահոգություն էր հայտնում։ Այն դեպքում, երբ որ դա Նիկոլ Փաշինյանի նշանակած մարդն է, բայց անգամ ինքը մտահոգություն էր հայտնում այս հարցի հետ կապված, ու այդ հարցը չի փարատվել, անգամ Վենսի այցելությունը օգտագործել են, դա ներկայացրել են, որ տեսեք, օգնեք մենք վերադառնանք։ Ինչ պետք է անի, պետք է օգնի։ Իսկ հիմա այն ծեծված թեման, որ անդադ խոսում են ատոմակայանի հետ կապված, հիմա Հայաստանից վերջապես մասնագիտական պարզաբանում ենք լսում։ Որտեւ առաջի մի քանի օր այնպիսի ոգևորություններ, այնպես էին ոգևորվել, հեսա մոդուլային ատոմակայանը Ամերիկա, ինձ թվում է անենց էին իրանք պատմում, որ արդեն վերջ բան չի մնացել։ Ինձ թվում է արդեն այդ օրը սուրճը դնելու են այդ ատոմակայանի միացրած հոսանքի վրա էին պատրաստելու, էլի, գազօջախի վրա։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանը անդրադառնալով հարցին, թե նոր ատոմակայան կառուցելու հարցում ում է նախապատվություն տալիս Հայաստանը, հաշվի առնելով Վենսի այցից հետո տպավորություն էր, որ հենց ԱՄՆ-ին դա վերապահովել նշել է։ Շատ ու շատ իշորչա, որտեղ մի քանի օր ներվերս անել են, քանի անգամ այդ նույն հարցը բարձրացրել, հոգեբանորեն չեն հաշտվում, որ իրանք իմանան, որ չի կարելի մարդը ինքը իրան հիմարի տեղ դնի։ Եթե դնում եք, լավ եք անում, ինձանից ինչ եք ուզում։ Գնացեք ձեզ համար հանգիստ դրեք։ Մենք 2025 թվականի ընթացքում ընտրել ենք, թե ինչ տիպի ատոմակայան ենք ցանկանում ունենալ Հայաստանում։ Դա մոդուլյար տիպի ատոմակայանն է։ Եվ իհարկե ինքը հիմնավորում է, որ քանով է այդ լավ, այդ մոդուլյար տիպի ատոմակայանը ավելի առավելություն քանն է։ Այդ հասկացանք, որևէ խնդիր չենք տեսնում։ Իսկ թե ինչ տեսակի եւ ինչ մոդելի ատոմակայան ենք ուզում ունենալ, մենք այդ հարցում չենք շտապում։ Ուսումնասիրում ենք մեր ունեցած առաջարկները, այդ թվում նաեւ ԱՄՆ-ի կողմից։ Դուք ճիշտ լսեցիք։ Մենք ճիշտ հասկացանք։ ԱՄՆ-ին առաջարկություններից մեկն էր, իրանք ուսումնասիրում են ու դեռ չեն շտապում։ Բա ոնց ներկայացվեց Վենցի ժամանակ ստորագրելը, որ նա էլ ասեց մենք ուզում ենք Փաշինյանը ընտրվի, մենք իրան սատարում ենք, որովհետև պայմանավորվել ենք 5 միլիարդ ներդրում կանենք մեր մոտ, 4 միլիարդ էլ հետագա սպասարկման հետ կապված ծախսերը կանենք։ Ու հիշում եք ինչ էր կատարվում։ Նիկոլ Փաշինյանի բազմապրոֆիլ բոլոր աջակիցները տեսակ ոնց հիմա Ռուսաստանին դուրս ենք մղում, տեսակ ատոմակայանը ասում ենք հանգստացեք, ժողովուրդ, այդ ատոմակայան հետ կապված դուք ընդհանրապես ինչից եք տեղյակ, որ բանը ձեզ տենց ոգևորեց, Ամերիկայից գալիս է Ռուսաստանին, հանե, հիմա դուք լսեցիք, որ ինչ ասեց, համապատասխան պաշտոնյան, կառավարության անդամը,
Մենք ուսումնասիրում ենք բոլոր առաջարկները, որոնք մենք ստացել ենք Միացյալ Նահանգներից, Ռուսաստանի Դաշնությունից, Կորեայից եւ նաեւ Չինաստանից ու Ֆրանսիայից։ Որոշում կկայացնենք բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնելով, ասել է նախարար Խուդացյանը։ Պարզ է ժողովուրդ ջան, որ դա ընդհանրապես այդ 9 միլիարդի խոսակցությունը այն քարոզչական նպատակով էր, որ նախընտրական շրջանում Ամերիկայի փոխնախագահը Ամերիկայի կառավարության անունից ասի, որ մեր համար ցանկալի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, որովհետև ինքը համաձայնվել է։ Իսկ այդ կարգի փաստաթուղթ շատ երկրների հետ է ստորագրել։ Բայց մինչև օրս դեռ դա կյանքի չի կոչվել։ Ու դրա վրա կառուցել այդ ամեն ինչը, որ տեսակ ոնց ենք Ռուսաստանին դուրս անում ստեղից, բայց չմոռանանք, նույն Խուդացյանը նշում էր, ինչ էր նշում, որ հիմա մենք հասել ենք արդեն համաձայնության ենք հասել համարյա Ռուսաստանի հետ, որպեսզի Ադրբեջանի եւ Թուրքիային կապող երկաթգծի ծախսերը իրան կանեն եւ շահագործման հանձնեն, այսինքն այդ հարցի հետ կապված Ռուսաստանը համաձայն է դա, այսինքն Ռուսաստանի ներկայացվածության ծավալը մեծանում է։ Այսօր արդեն Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպում են եւ քննարկում են էներգաբլոկը, երկրորդ էներգաբլոկը Մեծամորի ատոմակայանի ժամկետները երկարացնելու ծրագիրը։ Այսինքն մի օրվա մեջ այս բոլոր հարցերը քննարկում է Ռուսաստանի դերակատարության հետ։ Այսինքն մենք Ռուսաստանի ատոմակայանը, որը որ կա Մեծամորի 20 տարով երկարացնում ենք, մոդուլայինի հարցում չենք շտապում, դա կլինի ամերիկյան, թե կլինի ուրիշ կնայենք, որը հարմար է կանենք, բայց արդեն թուղթը ստորագրել ենք ու մարդիկ չեն ասում, լավ այդ թուղթը այդ ինչ է ներկայացնում։ Մեռանք ասելով այդ թուղթը ընդհանրապես թղթի կտոր է, դրա տակ բան չկա։ Դա ընդհանրապես նա է, որ Հայաստանը համաձայն է 9 միլիարդի տակ մտնի, ինքը հավաքի պատվերները, ապրանքը չկա, բայց պատվերն արդեն ձեռն է։ Պատվերը վիզա առնելու փաստաթուղթը վերցրած է։ Մի հատ չեն ասում, լավ սպասեք, մի հատ տենանք, դա ինչ է։ Հաշվարկ անենք, տեսնենք դա ինչ գինանստում, ինչ ալնում, ինչ հզորության է։ Իսկ առաջ օրը դա չասեցին, իրանց թվաց դա ժողովրդին կարան դրանով խաբեն, բայց հիմա տեսնում են, որ չի ստացվում։ Իսկ հիմա արդեն Ռուսաստանն է ակտիվացել։ Ռուսաստանն արդեն մտել է խաղի մեջ, Ռուսաստանը բացահայտումներ է անում, որով ինքը հարցը նա է, կարող է Ռուսաստանը բացահայտումներ անի որպես ինֆորմացիա, այդ ինֆորմացիան մենք պետք է, բայց մենք չուզենանք Ռուսաստանի հետ որ դա անենք։ Եթե մենք ուզում ենք դիվերսիֆիկացիա, ոչ մի պարագայում չենք ուզենա Ռուսաստանի հետ անենք, բայց Ռուսաստանը բացահայտումներ է անում, ժողովուրդ, այս ինչի տակ եք մտել։ Բայց հիմա դրա տակից իշխանությունները պետք է դուրս գան, չէ՞, որ տենց ոգևորված ցույց էին տալիս, թե ինչ կարևոր քայլ են կատարել։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտնել է. Միացյալ Նահանգները չի նշում Հայաստանի ապագա ատոմակայանի էներգիայի գինը։ Այսի ընթացքում հայտարարվել է ատոմակայանի կառուցման համար 5 միլիարդ դոլարի եւ հետագային սպասարկման ու վառելիքի մատակարարման համար եւս 4 միլիարդ դոլարի մասին։ Ընդ որում ոչ միտեղ չի նշվել արտադրվող էներգիայի հետ 1 մեգավատ ժամի նույնիսկ մոտավոր գինը։ Մինչդեռ սրան պետք է հատուկ ուշադրություն դարձնել։ Եթե խոսքը Nuclear Power ընկերության 77 մեգավատ հզորության մոդուլների մասին է, ապա հենց էներգիայի թանկությունն է դարձել Յուտա նահանգում դրա նախագծի ձախողման պատճառը, դեռևս նախապատրաստական փուլում։ Արժեքն աճել էր 1.5 անգամ, իսկ արտադրվելիք էներգիայի գինը 58-ից բարձրացել էր մինչև 89 ԱՄՆ դոլար 1 մեգավատ ժամի համար, ինչն էլ հանգեցրեց 2023 թվականին նախագծի փակմանը, ասել է Շոյգուն։ Հիմա ինքը այս բացահայտումներն անում է, հասկանում ենք իր համար է անում, բայց մենք չենք տեսնում, որ մեր իշխանություններն իրանց կոտորում են, որ Ռուսաստանին մերժեն։ Խուդացյանը ձեր աչքի առաջ ասում է, որ մոդուլայինի համարել ենք Ռուսաստանին դիմել։ Ոչ թե մենակ այն մյուսի երկարացնելը։ Դրա համար հիմա Շոյգուն շարունակում է սխալ հանել այն ծրագիրը, որը Ամերիկան է անում։ Դու կանգնեք ասեք, եղբայր, հասկացանք, այդ անում ես, լավ ես անում, բայց մենք կարող Ամերիկայի հետ չենք անում, ուրիշի հետ ենք անում։ Ո մենակ Ամերիկան չի, բայց այսքան երկիր կա, չէ, քննարկում ենք։ Ինչ է ասում Շոյգուն։ Ինչպես հայտնի է, Հայաստանը սեյսմիկ ակտիվ տարածաշրջան է։ Եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը անցնի գործնական փուլ, մենք ինչպես տարածաշրջանի մյուս բոլոր պետությունները եւ հենց Հայաստանի ժողովուրդը ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության այս նոր ռիսկերը։ ԱՄՆ առաջարկելով Երևանին Հայաստանում կառուցել մոդուլային ռեակտորներ, փաստացի այդ երկիրը դատապարտում է միջուկային
տեխնոլոգիաների ոլորտում փորձարկումների, քանի որ Միացյալ Նահանգները դեռևս չի կառուցել որևէ նման օբյեկտ։ Ռուսաստանը ըստ էության ստիպված կլինի ենթադրել, որ միջուկային տեխնոլոգիաների ամերիկյան փորձարկումները կանցկացվեն մոտակայքում սեյսմիկ ակտիվ գոտում։ Պատկերացնում եք ինչ է ասում։ Ինքը համարում է, որ սա փորձարկած չի, որ սա կարող է վտանգ լինի, վտանգ լինի նաև իրանց համար, որովհետև Հայաստանում իրանք տնտեսություններ ունեն, ձեռնարկություններ ունեն եւ այլ, եւ իրանք պետք է մտածեն, Աստված մի արասե, որ դա պայթի, դա կարող է խնդիր առաջացնի, բայց մինչև այսօր մարդկանց մոտ կասկածը ընդհանրապես չի անցել, որ 88 թվականի Սպիտակի երկրաշարժում այնուամենայնիվ կասկածներ կար, որ Ռուսաստանը ինչ որ պայթուն այնուամենայնիվ արեցին։ Չենք կարող հաստատել, բայց այդ կասկածը չի անցել։ Հիմա երբ որ դու սպառնում ես ու ասում ես, որ տես, դա մեզ համար անվտանգության խնդիր է, էսի չես անում։ Ամերիկայինը բերում ես, որը վտանգավոր է, բա որ մի բան լինի։ Մարդիկ էլ մտածում են, քեզ որ մնա կարող է այդ մի բանը իսկապես լինի։ Բայց ինչի մեջ ցենց ներքաշվեցինք։ Հիմա շարունակությունը։ Հետևաբար, այո, սա պետք է դիտարկել որպես սպառնալիք։ Ես չէի ցանկանա զուգահեռներ անցկացնել, բայց թույլ տվեք հիշեցնել, որ երկրաշարժի հետևանքով ոչնչացվեցին Ճապոնիայի Ֆուկուսիմա 1 ատոմակայանի ամերիկյան ռեակտորները, ինչը հանգեցրեց շրջակա միջավայրի լայնածավալ ռադիոակտիվ աղտոտման, նշել է Շայգուն։ Հիմա Շայգուին պետք չի պատասխանել։ Մեզ պատասխան տվեք։ Շայգուն իրանց շահերն է առաջ տանում, ինչ կա չհասկանալու որ։ Այս այն դեպքը չի, որ ասենք իրան պատասխանել։ Երբ որ ապուշ դուս են տալիս քաղաքական առումով, կարանք հանգիստ իրանց պատասխանեք, շատ զարմանում են, որ խի չեք պատասխանում։ Մեկիկ դրեք Շայգուի ասածը, պարզաբանեք հայ հասարակության համար, որ ասեք ժողովուրդ ջան, ինչ եք խառնվել իրար, նա էլ վերակացել, էսի ինչ բանա բացահայտումներ անում։ Էսպես է, եւ առհասարակ մենք որևէ վերջնական որոշում չունենք, կամ որ ունենանք, սպասենք, մի հատ դա կկառուցվի, մի հատ կտեսնենք Ամերիկայում ոնց են փորձարկում։ 50 անգամ ասում ենք, ինչա, 51-րդ անգամ մեկը նորից գրում է, բա Կանադայում մոդուլային ատոմակայան կա, ասեմ ամերիկացիք են սարքել, ասում է չէ, ասեմ բա դա ինձ չի համար ես ասում։ Ես ասում եմ Ամերիկային է, Ամերիկան ոչ մի տեղ չի կառուցել, դու ասում ես ոնց չի կառուցել, բա Կանադայում կա։ Ասում Ամերիկան է կառուցել, ասում են չէ։ Բա ոնց քո ասածը հակասեց իմ ասածին։ Ինձ ինչու՞ է իր սխալ հանում։ Հիմա դուք հասկացաք ինչ է կատարվում։ Այն էֆեկտը, որի վրա կառուցած էր այս ամեն ինչը, մի քանի օրում հոդս ցնդեց, որովհետև արդեն հասկացան, որ դրանով չեն կարող խաբել։ Բաշուր եկեք հիմա այդ բոլոր մարդիկ, որ ասում են, տեսակ, Ռուսաստանին դուս ենք մղում, բերում ենք ամերիկյանը շատ լավ, ամեն ինչով լավ եւ այլ եւ այլ։ Այդ նույն մարդիկ բավարարում են։ Դե հիմա վերցրեք իմ ասածն էլ նայեք, իշխանության ասածն էլ նայեք, իրանց ասածն էլ նայեք։ Հետո կհամոզվեք, թե ձեզ ոնց են մոլորության մեջ գցում։ Հիմա նայենք մեր շրջապատում նաև խնդիրներ կա ու ասենք Իրանի հետ կապված հարցը փակված չի, որովհետև խնդրեմը լուծված չի։ Քանի խնդրեմը լուծված չի, դա մեզ համար իսկապես խնդիր է։ Ոչ պակաս, քան հենց Իրանի համար։ ԱՄՆ մերձավոր արևելք է տեղափոխում Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալմանը մասնակցած ավիակիրը։ USS Gerald Ford-ը եւ ուղեկցող նավերը կմիանան Աբրահամ Լինկոլն ավիակիրի հարվածային խմբին Պարսից ծոցում։ Սա Թեհրանի վրա Վաշինգտոնի ճնշման մի մասն է։ Նավերն այդ հատվածում կմնան առնվազն մինչև ապրիլ վերջ կամ մայիսի սկիզբ։ Իհարկե, խնդիրը նա է, որ կարող Աբրահամ Լինկոլնն էլ այդ գործին հերիք էր։ Կամ եթե նույնիսկ Ջերալդ Ֆորդն էլ բերես չհերիքի, որովհետև կարողանա պատասխան հարված տա Իրանը Իսրայելին։ Բայց սա ուղղակի հոգեբանական նշանակություն ունի, սա այն ավիակիրն է, որից տեսակ ինչ փայլուն օպերացիա կատարեցինք Վենեսուելայում, խելքներդ գլուխներդ հավաքեք եւ գնացեք բանակցության։ Այսինքն սա հոգեբանական ճնշման ձև է, որևէ ձևով, ասենք արդարացված կամ ոչ արդարացված լինելու որևէ խնդիր չկա։ Բանակցությունից առաջ հոգեբանական ճնշման ձև է, բայց մի խնդիր կար։ Դուք այդ ժողովրդին ոտի կանգնացրեցիք, այդ ժողովրդին ոգևորեցիք, ասեք օգնությունը ճանապարհին, հա, հետո կանգնեցիք, ասեք, եթե ուզում ես տապալեք, մեզանից ինչ եք ուզում։ Իմաստը ո՞րն էր ոգևորել ոտի հանել։ Այդ մարդիկ դուս էին եկել արդարաբար իշխանությունից բողոքում էին ու ճիշտ էին անում։ Բողոքում էին, իրանց խնդիրներն էին դնում։ Իշխանությունն էլ կարող է մտածել գնալ զիջումների, պարբերաբար խոսում էր, որ պետք է ժողովրդի դժգոհությանը
լսենք, ականջալուր լինենք եւ անպայման կատարենք մի քանի հայտարարություն արեց նախագահ Մասուդ Փեզերշյանը, բայց երբ որ արդեն դրսից աջակցեցիք ու չթաքցրեցիք, որ աջակցում եք, օբյեկտիվ դժգոհությունն էլ ծալեցին մի կողմ դրեցին եւ անցան շատ դաժան հակահարձակման եւ ուզեցան ցույց տան, որ դրսից ցանկանում են տապալել, մենք է սպանելով չենք թողում։ Էլ այդ դեպքում էլ ինչ մտածեին, որ մարդիկ արդարացի բողոքի համար փողոց են դուրս եկել։ Եվ պատահական չի, որ The Wall Street Journal-ը գրում է, որ վերջերս ԱՄՆ գաղտնի Իրան է ուղարկել մոտ 600,000 Starlink սարք օգնելու ցուցարարներին շրջանցել ինտերնետի անջատումները։ Սա տեղի ունեցել անցած ամիս Իրանում ռեժիմի դեմ սկսած մեծ բողոքի ակցիաների ժամանակ։ ԱՄՆ պաշտոնյաները թերթին հայտնել են, որ պետդեպարտամենտը բողոքի ցույցերին նախորդ ամիսներին մոտ 7000 արբանյակային տերմինալ է գնել ռեժիմի հակառակորդներին ինտերնետային սահմանափակումները շրջանցելու հարցում օգնելու համար։ Հաղորդում է, որ նախագահ Տրամփը տեղյակ է եղել այս սարքավորումների մասին, բայց հայտնի չէ արդյոք ինքն է անձամբ հաստատել դա։ Սա առաջին անգամն է, որ ԱՄՆ-ն Իրան է ուղարկել Starlink սարքեր։ Ահա, ինչպես տեսնում ենք, աջակցությունը ընդգծված ձևով ցույց տվեցին, որ Ամերիկան անում է, փչացրեցին են խեղճին թագաժառանգին, Ռեզա Փահլավիին, այդ հանգիստ, այդ կամ հանգամանորեն ճարչարում էր, տանջում էր եւ այլ, ուղղակի Ամերիկա մի քիչ շատ է ապրել, ինքը ուղղակի հավատաց այն ինչ որ ասվեց, էլի, որ մի քիչ կողքից նայիր, կասեիր, էս լավ է, էս վատ է, էս կլինի, էս չի լինի, դե այդ արդեն քո մեղքն է, դու ներսից ես խնդիրներին նայում։ Բա մենք ինչի ենք անընդհատ այդ ամեն ինչի դրսից նայում, չէ, որ ասում ենք այն ինչ որ անում էին, ձեր գլխին սարքում են, ժողովուրդ ջան, ու դնելու են կոտորեն այդ ժողովրդին։ Հետո էլ արդարացնելու են, որ ցանկանում եք դրսից իշխանություն փոխեք։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ մտադիր է Հունգարիայի եւ Սլովակիայի իշխանությունների հետ քննարկել նրանց կողմից ռուսական էներգառեսուրսների ներմուծման դադարեցումը։ Դե մենք նրանց հետ կխոսենք այդ մասին, մենք կխոսենք այն մասին, թե ինչպես պետք է տեղի ունենա, ասել է Ռուբիոն։ Այո, ես չեմ մանրամասնի, թե ինչ ենք խոսելու այդ հանդիպումների ժամանակ, բայց առաջին հերթին նրանք երկրներ են, որոնք շատ ուժեղ աջակցում են մեզ, ակտիվորեն համագործակցում են Միացյալ Նահանգների հետ, սերտորեն աշխատում են մեզ հետ, հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։ Այսինքն սրանք այն երկրներն են, որոնք Եվրամիության ընտանիքի անդամ լինելով Եվրամիության անդամ եւ ՆԱՏՕ-ի անդամ, սրանք համաեվրոպական ծրագրերին մշտապես դեմ են գնում, պաշտպանում են Ռուսաստանը, քննադատում են Ուկրաինային եւ հլուհնազանդ քութիկի պես պաշտպանում են Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Եվ Ռուբիոն ցույց է տալիս, որ այն մարդիկ, ովքեր համաեվրոպական ծրագրին դեմ են դուրս գալի, դրանք մեր գործընկերներն են եւ մեզ հետ սերտ համագործակցում են։ Եվ մենակ այդքանը առավել եւս Դոնալդ Տրամփը հերթական անզգուշությունը թույլ տվեց եւ ասեց ուզում եմ այնտեղ բանը Վիկտոր Օրբանը նորից ընտրվի։ Ինչի է սխառնվում ուրիշի ընտրություններին չենք հասկանում։ Մարդիկ են իրանց ընտրությունն են անում։ Ինքնիշխան պետությունն է, ում կընտրեն, ով էլ կընտրվի, քո հետ կաշխատի, էլի, միջպետական հարաբերությունները։ Հիմա տեսնում եք իրանց վերաբերմունքը։ Բայց Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետր Սիարտոն հայտարարել է. Զելենսկին քաղաքական նկատառումներով որոշել է, որ կշարունակի թույլ չտալ Դրուժբա խողովակաշարով նավթի մատակարարումների վերականգնումը դեպի Հունգարիա, թեև խողովակաշարը տեխնիկապես լիովին պիտանի է մատակարարումները վերսկսելու համար, եւ չկան որևէ տեխնիկական կամ տեխնոլոգիական պատճառներ, որոնք խոչընդոտեին դրան։ Սիարտոյի խոսքով Կիևը շարունակում է ծայրահեղ կոպիտ միջամտությունը հունգարական ընտրություններին, այդպիսով ձգտելով իշխանության բերել պրո-ուկրաինական տիաս կուսակցությանը։ Դե հիմա եթե դու մտածում ես, որ Ուկրաինան կարող է միջամտություն ունենա ձեր ընտրություններին եւ դա շատ վատ եք տանում, չեմ կարծում, որ Ուկրաինան ուղիղ միջամտում է դրան, բայց եթե Դոնալդ Տրամփը միջամտում է, դուք ոնց որ չեք քննադատում, չեք ասում հանգիստ թողմես, մենք մեր գործերով զբաղվենք։ Այդտենց չի լինում, որ Ամերիկայի միջամտությունը վատ է, Ուկրաինայի միջամտությունը լավ է, Ուկրաինայի միջամտությունը վատ։ Կողմնորոշվեք, եթե ինքնիշխան պետություն եք, երկուսն էլ վատ է։ Նույնիսկ եթե դուք Ամերիկայի դաշնակիցն եք։ Եվ հիմա մենք երբ որ նայում ենք Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի հետ կապված Starlink-ի մասը, որ ասեցինք, դուք տեսնում եք ինչ ողբերգական վիճակ է շփման գծում։ Ռուսների մոտ ինչ հակատարում արդեն որերորդ օրը։ Իրար ոնց են կոտորում, ոնց են խոճապար փախդում, ոնց են բնակավայրերը հանձնում, ոնց են շրջափակման մեջ ընկնում։
Հիմա էլ իրանք վերցել են տելեգրամյան ալիքներ իրանք են անջատում կամ խիստ սահմանափակել են, վախենալով, որ դրանով կարող է ինֆորմացիա ունենան հակառակորդները, բայց իրականում այդ տելեգրամյան ալիքով ռուսները նույնիսկ կտրել են հիմա իրանց մոտ նույնիսկ մարդիկ կասկածում են, որ Պուտինի գլխին սրանով սարքում են։ Starlink-ը Ամերիկան է կտրում, Telegram-ը Ռուսաստանն է կտրում։ Սարքում են գլխին, որպեսզի մեծ դժգոհություն առաջացնեն բանակում հենց Պուտինի դեմ, որտեղ ինքը արդեն կտրվել է իրականությունից։ Որտեղ այս պահին դա անջատելը, որ հանկարծ հակառակորդը չօգտագործի քո դեմ, աբսուրդի ժանրից է։ Իհարկե իրանք փորձում են ամեն ինչ անել, որ ինֆորմացիան սահմանափակեն իրանց երկրում, հանկարծ մարդիկ իրական վիճակի մասին չիմանան։ WhatsApp-ը, Telegram-ը եւ այլ եւ այլ։ Ես ուզում եմ իմանամ Հայաստանը, որ sense իրար կոտորում են ռուսական շահերը սպասարկելու։ Իրանք չեն տեսնում, որ երկրի շահերն են սպասարկում։ Չեն տեսնում, որ տանում է իր քաղաքացուն կոտորում։ Չեն տեսնում, որ ինչ վիճակի է նրա բանակի վիճակը։ Բարդ է այդքան հասկանալ, որ sense իշխանություն ու ընդդիմություն Պուտինի շահերն են սպասարկում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրամիությանը կոչ է արել եվրոպական անվտանգության ճարտարապետության վերաբերյալ դիրքորոշում մշակել Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո։ Մենք եվրոպացիներս նույնպես քննարկման հարցեր ունենք, ուստի մենք պետք է լինենք բանակցությունների սեղանի շուրջ Եվրոպայի բարգավաճման, ապագայի եւ նրա անվտանգության ճարտարապետության հարցերի շուրջ։ Դա անհրաժեշտ է արդեն հիմա պատրաստել եվրոպական մակարդակով, որպեսզի անհրաժեշտ պահին պատրաստ լինենք Ռուսաստանի հետ քննարկումներին, ասել է Մակրոնը։ Հիշում եք, որ Մակրոնը այն նախաձեռնողներից մեկն էր, որ ասում էր Ռուսաստանի հետ պետք է բանակցենք, այսինքն Ուկրաինային պետք է օգնենք, շարունակենք օգնենք, համաեվրոպական ծրագրերը անենք, բայց եթե ցանկանում է, որ այդ ամեն բեռը Ամերիկան գցի մեր վրա, մենք այդ բեռը եթե մեր վրա վերցնում ենք, մենք Ռուսաստանի հետ բաները կպայմանավորվենք։ Կդանենք դեմը կդնենք, կասենք էս սենսա, էլ դու մի խառնվելի չես խառնում, գնաք ու գործերով զբաղվի։ Այսինքն սա այդ շրջանակի մեջ է մտնում այդ քայլերը։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 10-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված Խաղաղության խորհրդի առաջին հանդիպմանը։ Հրավերը եկել է շատ ուշ եւ այդ ժամանակահատվածում նախագահի աշխատանքային գրաֆիկն արդեն ձևավորված էր։ Նշվել է լոգիստիկ դժվարությունները կապված Եվրամիության կողմից բելարուսական ավիաընկերությունների համար օդային տարածքի փակ լինելու հետ։ Բելարուսը Խաղաղության խորհրդի առաջին հանդիպմանը կներկայացնի արտգործնախարար Մաքսիմ Ռեժենկովը։ Հա, ես ենթադրում եմ, որ երևի այս Մաքսիմ Ռեժենկովը շուտ էր դուրս եկել, լողալով անցել է Ատլանտյան օվկիանոսը, ժողովուրդ ջան, որ իսկ Լուկաշենկոն դե չէր կարող գնալ, որովհետև իր համար փակ է։ Հետարքիր է, որ իր համար փակ է, իր արտգործնախարարը որ ճանապարհով է գնացել։ Այդ ճանապարհով չէր լի իրան ասել, մի հատ գրիմաներ չճանաչեին, իրան նստեր գնար։ Կամ ասենք, եսի մետ ինչ մի խնդիր է, որ 3 հատ տոմս առնեիք, կողքներդ մարդ չլներ։ Կամ ամբողջ սրահի տոմսերն առնեիք, կողքներդ մարդ չլներ։ Ոչ։ Պուտինը վերջնական որոշել է, որ չմիանա Խաղաղության խորհրդին։ Լուկաշենկոն գլխից ձեռավ էր կալը։ Լուկաշենկոն ոգևորված համաձայնվեց, որ իրանք միանում են Խաղաղության խորհրդին, որովհետև Ռուսաստանը մի հատ բան ասեց, հա պատրաստ ենք այդ 1 միլիարդը տալ, եթե սառեցված գումարներից պիտի տանք։ Ամերիկայում սառեցած։ Այսինքն իրանից բան չի գնում։ Մեկը գիտի է սառեցված գումարը կորած փող է, ասեց համ Ամերիկային ժեստ անեմ, համ էլ այդ 1 միլիարդ դոլարը մեկա չեմ ստանալու։ Այդ ժամանակ ոգևորված Բելարուսը միացավ, բայց դրանից հետո հիմա որ արդեն հասկացավ, որ Ռուսաստանը չի միանում, անգամ ոչ մեկին չի ուղարկում, ոչ թե մենակ Պուտինը չի գնում, այլ ոչ մեկին չի ուղարկում։ Հիմա ստիպված ինքը գոնե որպես անդամ ուղարկում է իր արտգործնախարարին, էլի։ Բայց խնդիրը որն է, Ռուսաստանն էլ իր վերաբերմունքն է արտահայտում հարցի հետ կապված, որ պայմանավորվենք, որովհետև Հայաստանը սրան միացել է եւ սրանից մենք սպասելիք չունենք, սա պարզապես Թրամփը ինքը իր համար զբաղմունք է գտել, երևի քիչ է գլուխը խառը, դա էլ հասկանանք, դրա համար հիմա դա մեզ ոչինչ չի տալու, բայց ուղղակի ինչքան շուտ անլրջանա, այնքան մենք շուտ հետ կքաշվենք, էլի այս ամեն ինչից։ Ռուսաստանի նախագահի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով Եթե խոսքն իսկապես գնում է Գազայի եւ Պաղեստինյան կարգավորման մասին, ապա այստեղ թերևս կարևոր է, որ մինչ օրս Ռուսաստանը մնում է աշխարհում միակ երկիրը, որը որոշում է կայացրել $1 միլիարդ հատկացնել Պաղեստինին օգնելու համար, եւ շատ կարևոր է դա չմոռանալ։ Հիմա ուշադրություն։ Դոնալդ Տրամփը ցանկանում է ստեղծել Գազայում խաղաղության հետ կապված օրակարգի համար, բայց մեկ էլ հայտարարեց, որ այլընտրանք եմ ստեղծում
մակին абսուրդ ծայրից ծայր, բայց լավ, վերջը ինքը տենց ամբիցիոզ բան ասեց, այդ ժամանակ Ռուսաստանն ինչ ասեց, հա պատրաստ է 1 միլիարդով մտնել, որտեղ 1 միլիարդը ինչ գումար էր դրել Դոնալդ Տրամպը, ասում էր նա ուզում է մշտական անդամ լինի, ոչ թե 3 տարով, պետք է 1 միլիարդ փող տա, դուք պատկերացնում եք որևէ մեկը միանա մի կառույցի, որի կառույցի ղեկավարն է Դոնալդ Տրամպը, որը 3 տարի հետո Ամերիկայի նախագահ չի լինելու, բայց մնալու է այդ կառույցի նախագահ։ Դուք պատկերացնում եք որևէ մեկը $1 միլիարդ տա դրան միանա։ Եվ դրա համար Պուտինն ինչ ասեց, այդ միլիարդը կտանք, եթե սառեցված փողից եք տալի, բայց շարունակությունը նայեք, կտանք Պաղեստինին։ Բայց ինչ վերաբերում է խաղաղության խորհրդին մասնակցելու վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը դեռևս որոշված չէ, պարզաբանել է Պեսկովը։ Հարցը շարունակում է մշակվել արտաքին գործերի նախարարության կողմից գործընկերների եւ դաշնակիցների հետ համատեղ։ Հասկացանք։ Այսինքն դու միանալու ցանկություն չունես, փողն էլ կտաս, եթե արգրաված փողն է։ Էսա խաղաղության խորհրդի հետ կապված անգամ Ռուսաստանի վերաբերմունքը, որ այդքան կախում ունի Ամերիկայից, որովհետև ուկրաինական պատերազմի հետ կապված ինքը շատ մեծ ցանկություն ունի, որ իրան Տրամպը օգնի, բայց Տրամպն էլ արդեն հասկանում, թե Ռուսաստանը ինչ խայտառակ վիճակի առաջ է կանգնած։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը կարող է դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցություններից առաջիկա շաբաթների ընթացքում ձախողված դիվանագիտության համար մեղադրելով Ուկրաինային, Մոսկվային կամ երկուսին էլ։ Աբու Դաբիում բանակցությունները փակուղի են մտել, ուկրաինական պատվիրակությունը Զելենսկիին տեղեկացրել է, որ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել եւ Կրեմլը շարունակում է պնդել տարածքային պահանջների վրա։ Հիմա սա է ինչի մասին որ խոսվում է, ինքը անընդհատ ասում է ճնշեմ, որ դուք ստորագրեք, ճնշեմ, գոնե մինչև մայիս ստորագրեք, որովհետև նոյեմբերի ընտրություններից առաջ գոնե մի բան զեկուցեմ մարդկանց ներկայացնեմ, թե ինչ են կարել։ Բայց եւ ուրիշ խնդիր է։ Հիմա տենում է, որ ճնշելով շանտաժանել է չի լինում, ասում է տեսեք, հա, եթե չհամաձայնվեցիք, կթողեմ ու հետ կգնամ։ Գնացեք իրար կերեք։ Գոնե դա կարող է վրները հասնի, որովհետև երկու կողմն էլ ցանկանում է, որ Ամերիկան միջնորդ լինի, բայց ոչ մի կողմը չի ցանկանում, որ Ամերիկան իր վրա ճնշի։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ եթե կարա օգնի Ուկրաինային, որ ինքը շատ լուրջ հաջողություններ ունա, մանավանդ հիմա Ուկրաինան ցույց է տալիս այդ հաջողությունները, որ այսինքն դու եթե Ռուսաստանին չես օգնում, տես ինչ օին ենք դնում իր գլխին, որովհետև մինչև հիմա այդ Starlink-ի վրա էր կառուցած իր ամբողջ ռազմական օպերացիաները։ Եթե դուք պատկերացրեք մի երկիր, որը պատերազմի է պատրաստվում, մի երկիր, որ ասում է, ես կռվում եմ ՆԱՏՕ-ի դեմ, ասում է ՆԱՏՕ դե լավ էլի, դե տանդերը տուր որ քու դեմ կռվեմ, էլի։ Այդ абսուրդը պատկերացրեցիք։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու համար Եվրոպա մեկնելուց առաջ հայտարարել է, որ Եվրոպա կատարելիք այցի ընթացքում նախատեսում է քննարկել գլոբալ շրջադարձային պահ եւ Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների նոր դերը։ Կարծում եմ մենք շրջադարձային կետում ենք, հին աշխարհը, այն աշխարհը, որտեղ ես մեծացել եմ, այլևս չկա։ Եվ մենք ապրում ենք աշխարհաքաղաքականության նոր դարաշրջանում, եւ դա մեզնից բոլորից կպահանջի վերանայել, թե դա ինչ է նշանակում եւ ինչպիսին կլինի մեր դերը, ասել է Ռուբիո։ Հիմա պատկերացրեք, հիմա մենք բոլորս էլ ասում ենք, նոր ենք ասում, որ այդ հին աշխարհակարգը այլևս չկա, բայց ինչ նոր աշխարհակարգի ենք սպասում։ Այդ նոր աշխարհակարգ ուժեղների մեջ ազդեցության ոլորտները որ բաժանես, Հայաստանը դրանով ո՞նց է շահած դուրս գալու։ Հայաստանը ում կողմից է այդ ուժեղների կողմից։ Իսկ եթե ուժով դու արդարություն չես պահանջում, թույլի իրավունքը ուժով չես հարգում, ուրեմն մենք շատ վատ դրության մեջ ենք հայտնվում։ Եթե մենք էլ մեր անվտանգության երաշխիքը գոնե չենք պատվիրակում մի հատ համակարգի, ինչպիսին Եվրամիությունն է, որ գոնե գիտենք, որ գոնե համակարգը այնտեղ դա ապահովված կլինի, ոչ թե կապված կլինի այսօրվա նախագահը մի բան ասեց, վաղը մի բան փոշմանեց, այսօր այսպես վարվեց, վաղը ուրիշ ձևով։ Հիմա Ռուբիոն նշել է, որ Եվրոպան կարևոր տարածաշրջան է Միացյալ Նահանգների համար, եւ նրա պատմությունը սերտորեն կապված է Ամերիկայի պատմության հետ։ Հա, այդ արհամարական վիրավորական բաները երևի արդեն հասկացաք, որ սխալ եք արել, չափը անցաք, հա։ Դուք ով եք առանց մեզ եւ այլ եւ այլ։ Մենք խորապես կապված ենք Եվրոպայի հետ, մեր ապագան միշտ կապված է եղել եւ միշտ կապված կլինի նրա հետ։ Այսպիսով մենք պարզապես պետք է խոսենք այն մասին, թե ինչպիսին կլինի այդ ապագան, ասել է պետքարտուղարը։ Եվ ամեն հարցում կարելի է Եվրոպային մեղադրել, մենակ մի հարցում Ամերիկան պետք է չասի, էլի, դուք ով եք առանց մեզ, որովհետեւ
առանց Եվրոպայի բա դուք ով եք, Եվրոպան է այդ Ամերիկան ստեղծել, գոնե այդ հարցում սուզ մնացեք, դա անցեք, մնացած ինչը ուզում եք քննադատեք։ Իսկ Մյունխենում արդեն աշխատանքը սկսել է 62-րդ միջազգային անվտանգության համաժողովը անցնելու է այսօրվանից միջև ամսի 15-ը։ Նախորդ անգամ 2025 թվականին փետրվարի 14-ից 16-ը եղավ եւ նոր էր արդեն պաշտոնը ստանձնել Դոնալդ Տրամպը հունվարի 20-ին եւ արդեն Ջեյ Դի Վենսը փոխնախագահ եկավ եւ շատ անհարգալից պայեց Եվրոպային խելքեր սովորացնում, ժողովրդավարության դասեր էր տալիս եւ նրան բարեկրթորեն բացատրեցին, որ չափը ճանաչի, դու այդ բաներից նախ այդ իրավունքը չունես, հետո այդքան չես հասկանում դու այդ ամեն ինչից։ Հիմա Մարկո Ռուբիոն է կարծացինք, որ եկել է, հիմա մենք տեսնենք Մյունխենում ինչա քննարկվում։ Հավաքի ներկայ են պետությունների եւ կառավարությունների ռեկորդային թվով անդամներ, ժամանել են ավելի քան 60 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաեւ մոտ 100 երկրների պաշտպանության նախարարներ։ Այս համաժողովն անցկացվում է կործանման գործընթացում մռայլ կարգախոսի ներքո, սա նշանակում է, որ միջազգային կարգը, որը հիմնված էր օրենքի եւ կանոնների վրա, այժմ փլուզվում է։ Մենք կրկին հատել ենք մի դարաշրջանի շեմը, որը բացահայտորեն բնութագրվում է ուժի կիրառմամբ եւ մեծ տերությունների քաղաքականությամբ։ Հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Կանցլերը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումն անվանել է նախկին կանոնների վրա հիմնված աշխարհակարգի փլուզման գլխավոր նշանը։ Դե որ ասում ենք անկախ ամեն ինչից, ինչպես կավարտվի, նոր աշխարհակարգ լինելու, բայց դրա մասին ենք խոսում, այս քանի տարի ինչ ենք ասում, որ կապ չունի, որովհետև հիմա հինը այլևս չի աշխատում, ՄԱԿ-ի անդամ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամը մտել է իր հարևանի տարածք, չհարգելով տարածքային ամբողջականությունը։ Իրանել չեն կարողանում դուրս անեն, որովհետև միջուկային տերություն է։ Վերջ, հին աշխարհակարգը այլևս այդ պայից գոյություն չունի։ Կանցլերը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումն անվանել է նախկին կանոնների հիմնված աշխարհակարգ նշան։ Առաջին հերթին սա Ռուսաստանի բռնի ռևիզիոնիզմն է, դրա դաշան պատերազմն Ուկրաինայի դեմ։ Ամեն օր կատարվում են ռազմական հանցագործություններ։ Սա այս միտման ամենաակնառու դրսևորումն է, ասել է Ֆրիդրիխ Մերցը։ Հիմա տեսակ, որ աշխարհը նախապատրաստվում է, երբ որ մենք պարբերաբար այս մասին խոսում ենք, որ ժողովուրդ ջան, մենք պետք է դրան պատրաստ լինենք, մենք էլ ենք այս աշխարհի մի մասնիկը, հասկանանք մեր գլուխը ինչ է գալու, ուժի դիրքերից աշխարհը բաժանում են, ազդեցության գոտի են բաժանում, նստում է Դոնալդ Տրամպը Պուտինի հետ առևտուր անում, գործարք է կնքում, որովհետև արդեն աշխարհը ցանկանում են բաժանել, պայմանավորվեն ոչ թե ուժի դիրքից, այլ գործարք կնքեն ազդեցության գոտիները բաժանելու հարցում, բայց դեպքում բա մենք որ կողմից ենք։ Ոնց որ թե տենց նավթի ու գազի հարցում տենց մեծ հաջողություններ չունենք։ Կոմունիկացիոն հնարավորություններ նույնպես, բնակչության թիվն էլ շատ մեծ չի, տարածքն էլ շատ մեծ չի։ Բայց դեպքում ինչով ենք մարդկանց հետ նստելու հարաբերվենք, եթե որպես գործընկեր չլինենք հավասարը հավասարի, որովհետև դա ընտանիք է, որտեղ բոլորը հավասարը հավասարի հետ են հարաբերվում։ Ունեն հավասար չափով ձայն, անկախ քաշային կատեգորիան պետության։ Դա արդեն բնական է, նկատի ունեմ Եվրամիությունը։ Ոչ միտեղ կատարյալ ոչինչ չկա, ոչ էլ Եվրամիությունում, բայց դա գոնե մեզ համար երկարաժամկետ երաշխիք է։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով հայտնի է Ուկրաինայի հարցով նոր եռակողմ հանդիպման օրը։ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ուկրաինայի ներկայացուցիչների նոր հանդիպումը տեղի կունենա փետրվարի 17-ին եւ 18-ին։ Բանակցությունների հերթական փուլը կկայանա եռակողմ ձևաչափով Ժնևում։ Հիմա արդեն մենք տեսնում ենք, որ Ուկրաինան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա շաբաթ, այսինքն այս արդեն մենք հասկացանք, բայց նաև տեսնում ենք, որ Եվրոպան ինչ քայլերով է հետևողական առաջ գնում։ Եվրոպական խորհրդարանը հաստատել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը, այս գումարից 30 միլիարդ եվրոն կհատկացվի մակրոֆինանսական օգնության կամ բյուջետային աջակցության համար, եւս 60 միլիարդ եվրո կօգտագործվի Ուկրաինայի պաշտպանության կարողությունների ամրապնդման համար։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները խոստացել են 35 միլիարդ դոլարի զենք, սակայն հակահարթերային համակարգերի լուրջ պակասը վտանգի տակ է դնում ուկրաինական քաղաքները։ Ուկրաինան Բրյուսելում երկօրյա հանդիպումների շարքի կիզակետում էր, տեղի ունեցել
են նաև Եվրամիության պաշտպանության նախարարների խորհրդի, ապա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը։ Բրյուսելում հնչել է ևս մեկ կարևոր ազդանշան՝ դաշնակիցների միասնությունը, Ուկրաինայի հարցով շփման խմբի անդամները ավելի միասնական եւ վճռական են, քան երբևէ։ Տեսնում եք Եվրոպայի միասնականության հետ կապված Ամերիկայի դեռ չկողմնորոշվելու ֆոնին։ Մենք հանձնառու ենք 2026 թվականը դարձնել պատերազմի ավարտի տարին, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն շեշտել է, որ ՆԱՏՕ-ն ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին, քանի որ նրանց անվտանգությունը փոխկապակցված է, այսինքն Եվրոպայի անվտանգությունը պայմանավորված է Ուկրաինայով։ Բրյուսելյան հանդիպումները ցույց են տալիս, որ Ուկրաինան շարունակում է մնալ կենտրոնական հարց ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամների համար։ Սա վերաբերում է ոչ միայն զենքի անհապաղ մատակարարումներին, այլ Եվրոպայի երկարաժամկետ անվտանգության ճարտարապետությանը։ Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար կհատկացնի $680 միլիոն։ Հիմա մի բան էլ շատ արագ կարդանք ու այսօր ձեզ շատ չհոգնեցնեմ։ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ քննադատությանը, շեշտելով, որ Իսրայելը ինքնիշխան պետություն է, որտեղ գործում է օրենքի գերակայությունը։ Կողմերի համար վեճի առարկա է դարձել վարչապետ Բենյամին Նեթանյահուին ներում շնորհելու հարցը, ինչի կապակցությամբ Թրամփը Հերցոգի դիրքորոշումը որակել է ամոթալի եւ կոչ արել իսրայելցիներին դատապարտել իրենց նախագահին։ Հերցոգի գրասենյակը պարզաբանել է, որ ներման խնդրանքն այժմ գտնվում է իրավական փորձաքննության փուլում եւ որոշումը կկայացվի բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալով ցանկացած արտաքին կամ ներքին ճնշումներից։ Այսինքն ինչ ա եղել, ուզում է ներում շնորհի Բենյամին Նեթանյահու կոռուպցիայի հետ կապված հարցում, այսել որ երրորդ անգամ դիմում է, ասում է այն մարդ դադարացրեք, էս արեք, ասում են այն գեր, հանգստացի, հասկացի, պետք է այդ մարդը պաշտոնական ձևով դիմի, քննարկենք, մենք չենք կարա նյութի տակ դնենք, բանի Դոնալդ Տրամփի մուննաթը, հեսա պետությունն է, հասկացի։ Սա առաջի դեպքը չի, չէ։ Եթե ինքը Իսրայելին օգնում է, որ ենթադրենք Իրանին ռմբակոծեն, ուրեմն ինքը ինչ ասի նրանք պետք է անեն։ Ասում է ժողովուրդ, ոտի կանգնեք, քննադատեք ձեր նախագահին, որովհետև նա ուզում է օրենքով շարժվի Իսրայելում։ Դուք հասկանում եք, այս մարդը չի կարող այս մարդը օրենքի դաշտում տեղավորվի։ Ինքը այս օրենքները շատ փոքր է իր համար։ Իր հակով չի այդ օրենքները։ Իր երկրի հետ կապված էլ է տենց, ցանկացած երկրի հետ կապված տենց է։ Այս մարդու համար օրենքը դա կատաստրոֆա է։ Դա համարում է, որ իր իրավունքները սահմանափակում են։ Սա է հարցերը, բայց կարծում եմ, որ գոնե պետք է մեկը բացատրի։ Չեմ կարծում, այսինքն մինչև իր պաշտոնավարման ավարտը ինքը դարձի կգա, գոնե լուրջ քայլեր կա, այդ քայլերը թողանի, մնացածը ինքը գիտի իր քայլերը։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։